Դպրոց գնացել եք։ 6-րդ դասարանից թե 5-րդ դասարանից մինչև 10-րդ դասարանը բարձրացակ գերազանցիկ եմ եղել։ 10 ավարտել եմ։ Պրոստո հիմա հարությունարի բարձրագույն չտվեցի։ 10 ավարտեցի ու դպրոցը թողեցի։ Ինչ էիք ուզում դառնալ։ Դե կարելի է սովորել, մարդ դառնալ, երկրին պետք գալ, ժողովրդին պետք գալ։ Այդ կամպանիաս չկարողացա անել։ Ֆուտբոլիստ էի։ Առաջի ֆուտբոլը Երևանում մենք ստեղծեցինք։ Մի հատ տրեյներ կար Չալիկյան էր ազգանունը, էդի թիմ ստեղծեց Երևանում, որի մեջ ես էլ մտա։ Այդպես կամաց դառանք ֆուտբոլիստ։ Այն վաղտ ով էր մտածում շատ ապրելու, քիչ այն վաղտ ապրելու մասին ոչ ոք չէր մտածում։ Ես հիմա են մտածում, վայ երկար ապրեմ, թող ջայրամ թող երկար ապրվի։ Կարճ ապրի, բայց մարդավարի ապրի։ Ձեր մածունը սև է ու սև է։ Աղջիկ ջան, երեսի, ես համ մի քիչ մարդկություն ունեմ, համ էլ մի քիչ էլ կոպիտ եմ, էդ էլ ասեմ, շատ չարփ էի, մի քիչ լոպազություն էի անում էլի։ Հիմա ես չկամ։ Ոնց չկաք։ Բայց ես ով եմ հիմա, ոչինչ։ Թուրքիայից որ փախան, այդ կոտորածի ժամանակ եկան Տիխարեցկից եկան Կրասնոդարում եմ ծնվել։ 1924 թվականի ապրիլի 10-ին։ Մանկությունից ձեր ինչ եք հիշում։ Մանկություն, այնքան լավ մանկություն չեմ ունեցել։ Մերս խորցերի ինչ մանկություն պետք է ունենայի։ Հալալ մերս չեմ ունեցել։ Հերս էլ, մերս էլ, ես եմ մեկ էլ քուրս էլ, որիշ մարդ չկար։ Չնայած լավ օրեր չէր, բայց երեք եմ վաղտ։ Եմ վաղտ շնորհ կար, մարդկություն կար, հավատարմություն կար, հիմա չկան դրանք։ Զանգվի ափին էիք ապրում։ Հա, իմ երկար ապրելը Հրազդան գետնա մեղավոր, ամբողջ օր լողանում էի, իսկ սպորտի ամենալավ ձևը լողն է, ամեն ինչը կոփվում է, և շնչառությունը, և մարմինը, և ոսկորները, ամբողջ օրը լողանում էի։ Մեր թաղում նույն տարիքի 4 հոգի էինք, 3 արդեն երևի 40 տարի առաջ են մահացել, մինակ ես եմ սաղ մնացել։ Պատմեք էլի։ Զանգուի ափին ենք ապրում, դրա համար երկար եմ մնացել, որտեղ ամբողջ գիշեր ցերեկ զանգվի ջրի մեջ լողանում էի։ Իսուր իմանայի էդի երկարացմա կյանքը չէի լողանա։ Ինչի, պապիկ, երկար ապրես։ Այսքան ապրելը չարժի։ Ինչի չարժի։ Լավ չի երկար ապրելը։ Դե հիմա լավ թե վատ ապրել եմ էլի։ Հիմա գետը չկա։ Հիմա ցամաքել է չկա։ Գիտեմ որ այն վաղտ այնքան ահռելի գետեր, որ մարդ նայելուց վախենում էր։ Չարաճճի տղա էիք։ Չի այնքան է չար չեմ եղել։ Հայատում կռիվներ արել եմ ջայլ ժամանակ, բայց որ խելքս հասել է, ոչ ոքի հետ կռիվ չեմ արել։ Ինձի փյուղ էի զգում, ոչ ոք իրավունք չունի իմ հետ խոսա, ոչ ոք իրավունք չունի ինձի վրա գոռա։ Հիմա այդ մի 3-4 տարի անցավ, մի քիչ խելքս եկավ գլուխս, ասեմ, ինչի իրավունք չունեն։ Մարդը իրավունք ունի և գոռա, և խելք սովորացնի,
ամեն ինչ իրավունք ունի։ Կյանքում ամենակարևորը ինչ է։ Ամենակարևորն է, որ ինքդ քեզ հավատաս։ Ինքդ քեզ որ հավատացիր, ինքդ քեզ որ խորհուրդ կտաս, դա ամենակարևորն է։ Ուրիշի խորհուրդին մի նայ։ Նրանք կարող են դիտավորել վատ խորհուրդ տան։ Դու ինքդ մտածիկ ու խորհուրդը եւ դրանով առաջ գնա։ Կարելի է ընկերոջից խորհուրդ հարցնել բան, բայց ամենակարևոր դու հույսդ քու վրա։ Ուրիշը կարող է խորհուրդ տա, մեկը կարող է ճիշտ խորհուրդ տա, մեկը դիտավորել սխալ խորհուրդ տա։ Դրա համար հույսդ քու վրա։ Ուրիշ հետ գործ ունես։ Մարդկանց ինչ ասենք, ասենք Միքայել պապը ձեզ ինչ մաղթեց։ Ժողովրդին խորհուրդս հետևյալն է։ Իրար մի նախանձեք, չարություն մի արեք մեկը մեկի նկատմամբ, աշխատեք իրար հետ համերաշխ ապրել։ Եթե չեք կարա որևէ մեկին լավություն անել, գոնե բազություն էլ մի արեք։ Այդքան բան կկամենամ, բայց ինչքան կարաք իրար հետ սերտ կապեր ունեցեք։ Սուտասաններին ո՞նց եք վերաբերում։ Սուտը ո՞նց եք տանում։ Սուտ խոսալ չեմ սիրում։ Սուտ խոսալ մեկ էլ խաբեբայություն չեմ սիրում։ Ինչքան դառնալի ճշմարտությունը, պետք է ճշմարտություն ասես, թող դառը լինի, բայց ճշմարտությունը մեկն է, երկու ճշմարտություն չկա։ Երկար ապրելու համար պիտի բարի լինել, Միքայել պապ։ Ես այդ մեկը չեմ կարասի, դա աստու կամպնա, երբ ուզենայի վաղտել կմերցնի։ Իհարկե բարիությունը լավ բան է։ Չար մարդիկ շուտ են մահանում, էդ էլ ասեմ։ Բարի մարդիկ երկար են ապրում։ Եթե ուրիշին դու չարություն անես, այդ չարությունը քու գլխին կգա։ Ավելի լավ է կարաս լավություն արա, չես կարա, վատություն էլ մի արա։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ո՞նց ապրեն կյանքը, որ երկար ապրեն։ Նախ, եթե տղամարդը խմիչքից հեռու պահի, եթե կինը թող աշխատի, քիչ ջղայնանա, քիչ ներվայնա, ամեն բանի տեղ չեն տրում, գցում են անգաջի հետևը, որ ուզում ես երկար ապրես։ Իսկ եթե դու ամեն ինչը բանի տեղ տնես, երկար չես կարող ապրի։ Միքայել պապ, ձեր կյանքի ամենամեծ սխալը ո՞րն եք համարում։ Ես շատ մեծ սխալներ չեմ թույլ տվել։ Փոքր սխալներ թույլ տվել եմ, բայց մեծ սխալ չեմ թույլ տվել։ Անսխալ մարդ չկա։ Թագավորը որ թագավորը նա էլ է սխալվում։ Անսխալ մարդ չկա։ Կարելի է ներել կամ ուղղել